Հայաստանը վերջին տարիներին փոխում է իր պաշտպանական քաղաքականության տրամաբանությունը, անցնելով ավելի բազմաշերտ, տեխնոլոգիական և գործընկերային մոդելի։ Այդ փոփոխությունների հերթական կարևոր դրսևորումը դարձավ Հայաստանի կողմից նորագույն ռազմական ձեռքբերումների մի մասի հրապարակային ցուցադրությունը, որը կարելի է դիտարկել որպես նշանավոր շրջադարձ պաշտպանական ոլորտում։ Առաջին անգամ լայն շրջանակների համար բաց ձևաչափով ներկայացվեցին այն զինատեսակները, որոնք Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրից։ Այս քայլը ինքնին խոսում է ոչ միայն սպառազինությամբ համալրման մասին, այլև ռազմաքաղաքական ու ռազմավարական հաշվարկների փոփոխության մասին, որոնց հիմքում դրված է անվտանգության նոր ընկալում։ Ցուցադրությունը տեղի ունեցավ մի փուլում, երբ տարածաշրջանային անվտանգության միջավայրը շարունակում է մնալ անկայուն, իսկ ռազմական հավասարակշռությունը խիստ զգայուն։ Այդ պայմաններում Հայաստանի կողմից նման քայլը դիտարկվում է որպես ուղերձ միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ ներքին լսարանին, տարածաշրջանային դերակատարներին և միջազգային գործընկերներին։ Մինչ այս պահը Հայաստանի զինված ուժերի համալրման գործընթացը մեծ մասամբ ընթանում էր փակ կամ սահմանափակ հրապարակայնությամբ։ Նոր զինատեսակների ցուցադրումը հանրությանը սովորաբար իրականացվում էր առանց կոնկրետ մանրամասների կամ ուշացած ժամանակահատվածում, այս անգամ ընտրված մոտեցումը այլ էր։ Հրապարակային ցուցադրությունը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն ձեռք բերել նոր զինատեսակներ, այլև հանրային մակարդակում ներկայացնել դրանց առկայությունը, ինչը ռազմավարական առումով կարևոր քայլ է։ Նման մոտեցումը թույլ է տալիս միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ բարձրացնել հանրային վստահությունը պաշտպանական քաղաքականության նկատմամբ, ցույց տալ ռազմական վերազինման իրական ընթացքը, հստակ ազդակ ուղարկել տարածաշրջանային հակառակորդներին, ընդգծել նոր ռազմավարական գործընկերների դերը։ Այս համատեքստում հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ ցուցադրված զինատեսակների մեծ մասը հնդկական արտադրության է, ինչը վկայում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության աշխարհագրական ընդլայնման մասին։ Հնդկաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար նոր ուղղություն է, որը վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվում է որպես կարևոր ռազմավարական բաղադրիչ։ Ցուցադրության միջոցով փաստացի արձանագրվեց, որ այս համագործակցությունը դուրս է եկել տնտեսական քննարկումների փուլից և ունի արդեն գործնական արդյունքներ։ Հնդկաստանը համարվում է զարգացող ռազմաարդյունաբերական տերություն, որը ունի լայն սեկտորի զինատեսակների արտադրություն, սկսած հրետանային համակարգերից մինչև հակօդային պաշտպանության միջոցներ։ Հայաստանի համար այս համագործակցությունը հնարավորություն է դիվերսիֆիկացնել սպառազինության աղբյուրները, նվազեցնել մեկ ուղղությունից կախվածությունը, ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներ, համագործակցել պետության հետ, որը չունի անմիջական շահերի բախում տարածաշրջանում։ Այս բոլոր գործոնները Հնդկաստանին դարձնում են կարևոր գործընկեր Հայաստանի համար, հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանում ուժային կենտրոնները մշտապես վերադասավորվում են։ Չխորանալով տեխնիկական մանրամասների մեջ, կարելի է նշել, որ ցուցադրված համակարգերը պատկանում են այն դասին, որը նախատեսված է հարվածային, պաշտպանական և զսպման խնդիրների լուծման համար։ Դրանք ընդգրկում են ինչպես ցամաքային կրակային միջոցներ, այնպես էլ օդային սպառնալիքներին հակազդելու համակարգեր։ Այս համադրությունը կարևոր է, քանի որ ժամանակակից ռազմական հակամարտություններում հաղթանակը կախված է ոչ թե մեկ տեսակի զինատեսակից, այլ համակարգված պաշտպանական շերտերից։ Հայաստանի կողմից նման համակարգերի ձեռքբերումը վկայում է այն մասին, որ պաշտպանական պլանավորումը սկսում է հիմնվել ոչ թե առանձին միջոցների, այլ ամբողջական պաշտպանական ճարտարապետության վրա։ Հայաստանի նոր զինատեսակների հրապարակային ցուցադրությունը չէր կարողանա արձագանք մնալ տարածաշրջանում։ Հարավային Կովկասում ցանկացած ռազմական փոփոխություն դիտարկվում է ոչ միայն տվյալ երկրի ներսում, այլև հարևան պետությունների ռազմաքաղաքական կենտրոններում։ Այս ցուցադրությունը ազդակ է մի քանի ուղղությամբ։ Ադրբեջանին, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր պաշտպանական ներուժը, Թուրքիային, որ Հայաստանը ունի նոր գործընկերներ և այլընտրանքային ուղիներ, Ռուսաստանին, որ Հայաստանը ձգտում է բազմավեկտոր պաշտպանական քաղաքականության, Արևմուտքին, որ տարածաշրջանում հայտնվում է նոր դերակատար։ Այս ամենը ցույց է տալիս, որ ցուցադրությունը չէր կարող դիտարկվել միայն որպես տեխնիկական միջոցառում, այն ունի հստակ քաղաքական և ռազմավարական ենթատեքստ։ Բացի արտաքին ազդակներից կարևոր է նաև ներքին գործոնը։ Հայաստանի հասարակության համար անվտանգությունը մնում է առաջնահերթ հարց, հատկապես վերջին տարիների իրադարձություններից հետո։ Նոր զինատեսակների հրապարակային ցուցադրությունը նպատակ ունի ցույց տալ, որ պետությունը գործում է, վերազինվում է և որոնում է նոր լուծումներ։ Սա նաև ուղերձ է այն մասին, որ պաշտպանական քաղաքականությունը չի սահմանափակվում հայտարարություններով, այլ ունի տեսանելիության նյութական արտահայտություն։ Հասարակության համար նման ցուցադրությունները կարևոր են վստահության վերականգնման և անվտանգության ընկալման ամրապնդման տեսանկյունից։
Հայաստանի կողմից ցուցադրված հնդկական արտադրության զինատեսակների առանցքային մասը վերաբերվում է հրետանային կարողություններին, սա պատահական չէ, ժամանակակից ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ հրետանին շարունակում է մնալ ցամաքային պատերազմի հիմնական հարվածային գործիքներից մեկը, անկախ բարձր տեխնոլոգիական միջոցների զարգացումից։ Հայաստանի աշխարհագրական պայմանները, լեռնային և բարդ տեղանքը, սահմանների երկարությունը և շփման գծերի բնույթը հրետանային համակարգերին տալիս են առանձնահատուկ նշանակություն։ Այդ պատճառով նոր հրետանային միջոցների ձեռքբերումը դիտարկվում է ոչ թե որպես կարճաժամկետ լուծում, այլ որպես պաշտպանական համակարգի հիմնարար բաղադրիչ։ Ժամանակակից հրետանին այլևս չի սահմանափակվում միայն զանգվածային կրակով, այն ինտեգրված է հետախուզական, հաղորդակցական և հրամանատարական համակարգերի հետ, ինչը թույլ է տալիս ապահովել ճշգրիտ, արագ և վերահսկվող հարվածներ։ Հայաստանի համար սա նշանակում է մի քանի կարևոր առավելություն՝ թիրախների արագ հայտնաբերում և խոցում, կրակի արդյունավետ կառավարում, անձնակազմի անվտանգության բարձրացում, նվազագույն ժամանակ դիրքում մնալու հնարավորություն։ Այս բոլոր գործոնները հատկապես կարևոր են այն պայմաններում, երբ հակառակորդը ունի նաև հակահրետանային միջոցներ և օդային հետախուզություն։ Ցուցադրված հրետանային համակարգերի կարևոր առանձնահատկություններից մեկը բարձր շարժունակությունն է։ Ժամանակակից ռազմական հակամարտություններում կրակային միջոցների արագ տեղափոխումը և դիրքափոխությունը դարձել է կենսական անհրաժեշտություն։ Հայաստանի դեպքում շարժունակությունը թույլ է տալիս արագ արձագանքել սահմանային փոփոխություններին, փոխել կրակային դիրքերը առանց երկար պատերազմման, նվազեցնել հակառակորդի հակահարվածի ռիսկը, ապահովել մարտավարական ճկունություն։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է լեռնային պայմաններում, որտեղ տեղանքի փոփոխությունները կարող են սահմանափակվել ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Հայաստանի կողմից նոր զինատեսակների հրապարակային ցուցադրությունը կարելի է գնահատել որպես պաշտպանական քաղաքականության հերթական համակարգված քայլ, որը նպատակ ունի ամրապնդել անվտանգության միջավայրը և ցույց տալ շարունակական վերազինման գործընթացը։ Այս քայլը վկայում է, որ Հայաստանը փորձում է արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, օգտագործելով նոր տեխնոլոգիաներ և համագործակցելով տարբեր գործընկերների հետ։ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը այս համատեքստում դիտարկվում է որպես գործնական և հաշվարկված ընտրություն։ Այն թույլ է տալիս Հայաստանին ընդլայնել համագործակցության շրջանակը, ձեռք բերել նոր հնարավորություններ և ձևավորել ավելի ճկուն պաշտպանական համակարգ՝ համապատասխան ժամանակակից պատերազմի պահանջներին։ Ցուցադրված զինտեխնիկան, անկախ դրա քանակից կամ կիրառման սցենարներից, ունի նաև քաղաքական և հոգեբանական ազդեցություն։ Այն ուղերձ է, որ Հայաստանը շարունակում է ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին և պատրաստ է զարգացնել պաշտպանական կարողությունները, հենվելով նոր գործընկերների և նոր մոտեցումների վրա։ Տարածաշրջանային տեսանկյունից սա ևս մեկ ազդակ է այն մասին, որ Հարավային Կովկասում ռազմական դինամիկան մնում է շարժման մեջ։ Յուրաքանչյուր նոր քայլ, հատկապես պաշտպանական ոլորտում, ազդում է ընդհանուր հաշվարկների վրա և ստիպում տարածաշրջանային դերակատարներին վերագնահատել իրավիճակը։ Վերջում կարելի է արձանագրել, որ Հայաստանի կողմից հնդկական արտադրության զինտեխնիկայի առաջին հրապարակային ցուցադրությունը ոչ միայն փաստ է, այլ նաև գործընթացի մի մաս։ Այն ցույց է տալիս շարունակականություն, ռազմավարական մտածողություն և պաշտպանական քաղաքականության նոր տրամաբանություն, որի հիմնական նպատակը կայունության ապահովումն է։ Այս զարգացումները դեռ կունենան շարունակություն, իսկ դրանց ազդեցությունը կգնահատվի ժամանակի ընթացքում՝ կախված տարածաշրջանային իրավիճակից և հետագա քայլերից։